Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ինչպես խնամել մազերը, չվնասելով դրանք եւ հաղորդելով առողջ փայլ ու փարթամություն։ Հաճախ լվանալուց մենք կարող ենք վնասել նաեւ գլխամաշկը վնասելուց հետո իհարկե կվնասվի նաեւ մազերը։ Միֆ չէ, որ խնամքի միջոցները նույնպես կարող են վնասել մազերը։ Մազերը տարբեր խնամք են պահանջում, գունաբացած մազերը ավելի մեծ խնամք են պահանջում եւ մեծ ներդրում մեր սիրելի աղջիկների կյանքում։ Միֆ չէ, որ խոնավ մազը չի կարելի կապել, կոսանել, ինչը մենք հաճախ անում ենք։ Մազերը կարող են շատ վնասվել դրանից, ավելի քան գունաբացումից։ Ցանկալի է մազերին պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից, առավել եւս չքսել յուղ, նոր պարկել արևայրուքի։ Գիտենք, որ գունաբացումը վնասում է մազերը։ Սրանից հնարավոր է խուսափել։ Ներկած մազերով հաճախորդներին հաճախորդ եմ տալիս պլազմոթերապիան, որը մազերի գույնը ստաբիլիզացնում է, հաղորդում է շատ լավ փայլ։ Ամիսը մեկ կարող ենք կատարել այդ խնամքը եւ կունենան արդյունքում փայլուն եւ խաղացող մազեր։ Հաղորդման գործընկեր Elson Salon Studio։ Դուք դիտում եք միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ժամանակակից կյանքը պահանջում է, որպեսզի մենք միշտ լինենք խնամված։ Սակայն հաճախակի վարսահարդարումը, ինչու ոչ նաև խնամքի միջոցները կարող են վնասել մազերը։ Ինչ անել։ Ինչպես խնամել մազերը, չվնասելով դրանք եւ հաղորդելով առողջ փայլ ու փարթամություն։ Մեզ կասի Elson Salon Studio-ի վարսահարդար տնօրեն Աշխենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բացելու ենք բոլոր փակագծերը, այն ինֆորմացիան, որին մենք չենք տիրապետում եւ տիրապետում են պրոֆեսիոնալները։ Ասացեք, խնդրեմ, առհասարակ ինչից են վնասվում մազերը։ Մազերը կարող են վնասվել շատ այն ամենից, ինչի հետ մենք հարաբերվում ենք, արևից, ցրտից, լողավազանից, քլորից, ոչ ճիշտ լվանալուց, ոչ ճիշտ չորացնելուց, շամպուներից, խնամքի միջոցներից, այսինքն չճանաչելով մեր մազի որակին, կարող ենք ընտրել սխալ միջոցներ եւ վնասել մեր մազերը։ Աղջիկները նկատել են, որ առաջ իրենց մազերը օրինակ շատ ավելի լավ տեսք ունեին, իսկ հիմա սկսել են ավելի հաճախ յուղոտվել։ Պատճառները որոնք են։ Դրանք կարող են լինել շատ տարբեր, ոչ ճիշտ լվանալուց, հաճախ լվանալուց, ոչ ճիշտ շամպուն ընտրելուց, անդադ մազերին դիպչելուց, երբ որ հաճախ ենք լվանում մազերը, դրանք նպաստում են մեր մազերը ավելի շուտ յուղոտվելուն, շատ դիպչելուց, առհասարակ մարդիկ շատ են շփվում այս դիմային հատվածները, դրանք ավելի շուտ են յուղոտվում, քան ցետնամասի մազերը։ Ինչու։ Ասենք ինչու։ Ճարպագեղձերը ավելի ակտիվանում են, սկսում են ավելի ակտիվ աշխատել եւ մազի այդ հպումից մազը ավելի շուտ է յուղոտվում եւ ավելի տեսանելի է դառնում այդ յուղոտությունը։ Եվ բացի այդ կոսմետիկ պատճառներից կարող են նաեւ լինել էնդոկրին պատճառներ, պետք է ստուգվել եւ հստակ իմանալ մազը ինչից է յուղոտվում եւ ըստ դրա կատարել ճիշտ խնամք։ Ինչ հաճախականությամբ պետք է լվանալ մազերը։ Դուք նշեցիք, որ հաճախակի լվանալը նպաստում է, որպեսզի մազերը յուղոտվեն, ավելի շուտ կեղտոտվեն։ Իմ մասնագիտական փորձը ցույց է տալիս, որ մազերը 3 օրից շուտ լվանալը դա նպաստում է մազերի ավելի շուտ յուղոտմանը եւ ճիշտ չի եւ հակառակ դեպքում է կարող է սխալ ընթացք ունենալ, կարա եւ չորանա, կարող է եւ շուտ յուղոտվել։ Դրա համար 3 օրը ինձ թվում է պետք է մաքսիմալ պահել, որ մազերը չվնասվեն, որովհետեւ այդ ճարպը գլխի շատ կարեւոր է, մազերը պետք է նաեւ յուղոտվեն։ Այդ ճարպերը թույլ են տալիս, որ մեր մազերը լինեն ավելի առողջ եւ նաեւ գլխամաշկը։ Հաճախ լվանալուց մենք կարող ենք վնասել նաեւ գլխամաշկը վնասելուց հետո իհարկե կվնասվի նաեւ մազերը։ Միֆ չէ, որ խնամքի միջոցները նույնպես կարող են վնասել մազերը։ Կարծես թե մենք ընտրում ենք խնամքի միջոց, որպեսզի ունենանք առողջ մազեր, գեղեցիկ փայլ, բայց ճիշտ հակառակ արդյունքն ենք ստանում։ Որոնք են պատճառները։ Պատճառները կարող են լինել տարբեր, եթե մենք չընտրենք ճիշտ շամպուն, այսինքն մասնագիտական խանութներից չգնելով շամպունը, մենք կարող ենք վնասել։ Մենք չգիտենք սուպերմարկետներից, խանութներից գնված շամպունների մեջ ինչ է լցված։ Ես խորհուրդ կտամ, որ օգտվեն մասնագիտական խանութներից, ընտրեն ճիշտ շամպուն մազերին, եթե լինի ճիշտ խնամքը, այսինքն ճիշտ տեղին շամպունը եւ կոնդիցիոները, ինձ թվում է մազերը
չեն վնասվի։ Եվ նաև կախված է նրանից, թե մազերը ինչ, հա, բնական մազեր են, բլոնդ մազեր են, գունաբացված մազեր են, այդ մազերը տարբեր խնամք են պահանջում, գունաբացած մազերը ավելի մեծ խնամք են պահանջում եւ մեծ ներդրում մեր սիրելի աղջիկների կյանքում, դրա համար պետք է ունենալ ճիշտ ինֆորմացիա եւ ճիշտ խնամք, որպեսզի մազերը լինեն ավելի փայլուն եւ խնամված։ Միֆ չէ, որ խոնավ մազը չի կարելի կապել, կոսանել, ինչը մենք հաճախ անում ենք, չիմանալով այս կարևոր ինֆորմացիան, ինչպես է այն վնասում մազը։ Շատ կարևոր ինֆորմացիա է, մազերը կարող են շատ վնասվել դրանից, ավելի քան գունաբացումից, քանի որ մենք մազը լվանում ենք, չենք սանրում, այդպես խոնավ հավաքում ենք, չորանում է մազերը եւ քանդելուց հետո կարող դրանք փշրվեն, վնասվեն ու տարբեր մասերից ցանկալի է մազը լվանալուց հետո սանրել, արմատները չորացնել, ծայրերին քսել խնամքի միջոց, ինչով որ ունեն իրենց ձեռքի տակ, նոր դրանից հետո մազը կարող են հավաքել։ Արտաքին գործոնները ինչպես են ազդում մազի որակի վրա, այ շուտով ամառը եւ արևի ուղիղ ճառագայթները ինչպես են վնասում մազերը եւ ինչ պետք է անել դրանք պաշտպանելու համար։ Ինչ պետք է անել, պետք է սենց մի բան պատկերացնենք, եթե մենք պարկում ենք արևի տակ, յուղը քսում ենք մեր մարմնին եւ արևայրուք ենք ընդունում, մենք զգում ենք մեր մարմինը ինչ է զգում, այդ նույն բանը զգում են նաեւ մազերը, ցանկալի է մազերին պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից, առավել եւս չքսել յուղ, նոր պարկել արևայրուքի, մազերը պետք է լինեն հավաքված գլխարկի տակ, ոչ ուղիղ ճառագայթների տակ արևի, դրանք վնասում են մազերը։ Որպես կանոն մենք թողնում ենք խոնավ մազերը, ինչ վտանգներ կարող են առաջանալ, հետո բողոքում ենք տարբեր խնդիրներից, որ գլխամաշկին առաջանում են։ Այո, խոնավ մազերը հատկապես երբ որ կապված են լինում, մեծ վնաս են առաջացնում գլխամաշկին, կարող ենք ունենալ թեփ մազերի, որը որ կարելի ասել նաև չի բուժվում, շատ դժվար է բուժվում, ընթացիկ կարող է վերանալ, հետո նորից սկսել, մեծ խնդիր է այսօր առաջացնում մեզ մոտ մազի թեփը, այդ ամենից խուսափելու համար ես միշտ խորհուրդ եմ տալիս իմ սիրելի հաճախորդների եւ բոլոր աղջիկներին կանանց թող մազերը հնարավորինս խոնավ չթողնեն եւ չմոռանան լողավազանից կամ ծովից հետո անպայման լվանան մազերը, կատարել բոլոր խնամքի միջոցները, շամպունը, կոնդիցիոները եւ հետո յուղերը խնամեն, սանրեն, պարտադիր մազերը նոր չորացնեն ու կապեն։ Շատ լավ։ Ճիշտ է, որ հաճախակի վարսահարդարումը վնասում է մազերը։ Ֆենից մազը վնասվում է եւ շատ հաճախ աղջիկները ձգտում են ավելի ուշ գնալ գեղեցկության սրահներ, որպեսզի մազերը չվնասեն։ Կարելի է սրանից խուսափել։ Ես այդքան էլ կողմնակից չեմ ձեր ասացին, քանի որ պրոֆեսիոնալ վարսահարդարների մասին ենք խոսում, եթե մասնագետը իր գործում պրոֆեսիոնալ է, ֆենելով չի կարող վնասի մազը եւ խորհուրդ է տրվում եւ ցանկալի է մեր աղջիկները իրենց մազերը հանձնեն վարսահարդարներին, պրոֆեսիոնալ մասնագետներին, որովհետեւ եթե մազը ճիշտ է ֆենվում, այդ մազը չի կարող վնասվի։ Այսինքն ինչպես կարող ենք տնային պայմաններում վնասել մազը, երբ մենք ենք չորացնում։ Դուք կարող եք ճիշտ չպահել ֆենը մազի արմատին, ճիշտ չպահել մազի ծայրերին, շատ մոտիկից, առանց ինչ-որ պաշտպանիչ միջոցներ օգտագործելու եւ այդպես շիպցից, արթուկից կարող են տարբեր միջոցներից վնասվել մազերը, ոչ ճիշտ կիրառելով դրանք։ Աղջիկները ձգտում են հնարավորինս բաց գույնի մազեր ունենալ, հատկապես երբ գալիս է ամառը, բայց գիտենք, որ գունաբացումը վնասում է մազերը։ Սրանից հնարավոր է խուսափել։ Այո, հնարավոր է խուսափել եւ մեր աղջիկները պետք է իմանան, եթե իրենց մազերը ուզում են որ բլոնդ լինի, բաց գունաբացած մազերի մասին է խոսքը, պետք է ներդրում անեն։
պետք է պատրաստ լինեն դրան, քանի որ գունաբացած մազերը մեծ խնամք է պահանջում, պետք է ճիշտ ընտրեն առաջինը մասնագետին, երկրորդը ճիշտ խնամք պետք է ապահովեն, որովհետև կարող են վարսավիրի մոտից դուրս գալ շատ առողջ մազերով, բայց 10 օր մեկ շաբաթ հետո զգան, որ իրենց մազերը սկսում են գույնը թափվել, սկսվում են մազերը չորանալ, ծայրերը փշրվել, դրանք ոչ ճիշտ շամպուններից են, ոչ ճիշտ խնամքի միջոցներից են եւ ինչու ոչ ճիշտ ֆենելուց եւ խնամելուց են, քանի որ դրանք անում են բոլորը իրենք տանը, իսկ դրանք բլոնդ մազերին շատ վնասում են։ Ասում են մազերի արթուկը բլոնդ գույնը տանում է մազերի ավելի քան շիպցին օրինակ։ Այո, չէ։ Երկուսն էլ կտանեն, բայց արթուկը ավելի շատ, քանի որ արթուկը քաշելով ենք մենք աշխատում մազի հետ, իսկ այդ քաշելու ընթացքում մազը ավելի է վնասվում, քան շիպցին, քանի որ ինքը ուղիղ փաթաթված վիճակում է, արթուկը առավել եւս տանում է մազերի գույնը եւ վնասում։ Եվ այստեղ կա նոնսենս, շատ հաճախ նկատում ենք բնական մազերով աղջիկների մազերն արդեն իսկ վնասված է եւ կան բավականին բաց գունաներկված մազերով աղջիկներ, որոնք առողջ եւ փայլուն, փարթամ տեսք ունեն մազերը, գաղտնիքը էլի խնամքի մեջ է։ Գաղտնիքը բոլոր դեպքերում խնամքի մեջ են, մազերը շատ մեծ խնամք են պահանջում եւ առհասարակ բնական մազերով աղջիկներին թվում է, որ մազերը բնական են, չեն վնասվի, ուշ կվնասվեն կամ չեն ներկում, չի վնասվում մազերը, այսպես են մտածում, բայց բնական մազերը ես իմ մասնագիտական փորձը ցույց է տվել, որ պետք է հաճախ կտրվեն, քանի որ բնական մազերի ծայրերը ավելի շուտ են վնասվում, պետք է ժամանակին ճիշտ ոչ ուշ 2 ամիսը մեկ մազերի ծայրերից կտրեն եւ օգտագործեն շատ ճիշտ շամպուններ բնական մազերը, իսկ բլոնդ մազերը կարող են լինել, եթե գեղեցիկ են, փայլուն են, չվնասված են, ես միանշանակ կասեմ, որ օգտագործում են ճիշտ խնամքներ եւ ունեն շատ լավ վարսահարդար։ Իսկ ինչ անեն նրանք, ովքեր ունեն չոր, ճյուղավորված, նոսրացած մազեր, ում մազերը սկսել են թափվել, խնամքի ինչ միջոցներ դուք կառաջարկեք։ Չոր մազերի դեպքում ես կառաջարկեմ ամենաառաջինը կտրեն մազերը, ծայրերը, որպեսզի սկսենք ծայրերից, հա, երբ որ մազի ծայրը կտրվում է, մազը արդեն սկսում է ճիշտ շնչել, երբ որ մազը աճում է, հաճախորդը տեսնում է, որ մազերը աճել են, երկարությունը եւ մազը չէ որ ծայրից է սկսվում չորանալ եւ փշրվել։ Առաջինը կտրենք մազերը, ճիշտ օգտագործենք միջոցները, յուղ, ոսկ, ինչ որ նախընտրում է հաճախորդը, ճիշտ շամպուններ, չոր մազերի դեպքում ցանկալի է խոնավեցնող շամպուններ օգտագործել, որպեսզի մազին մենք արհեստականորեն նաև խոնավություն տանք, որ մազը այդքան չոր չլինի։ Եվ չոր մազերի դեպքում ցանկալի է օգտվել պրոֆեսիոնալ միջոցներից, քանի որ այսօր շատ ակտուալ են եւ շատ են խնամքի միջոցները։ Պրոֆեսիոնալ խնամքի միջոցներին դեռ կանդրադառնանք, իսկ միգուցե կան յուղեր, որ դուք խորհուրդ եք տալիս ձեր հաճախորդներին ավելի հաճախ օգտագործել։ Իհարկե, կան արգանի յուղ, որը որ բոլորս ենք ճանաչում, նուշի յուղ, A եւ E վիտամիններով հարուստ յուղերը կարող են օգտագործնել, հետևել իրենց սննդակարգին, առաջինը մազերը եւ որ յուղոտ են եւ որ չոր են, պետք է ամեն առաջինը հետևել առողջ սննդին, քանի որ սնունդը շատ է նպաստում, օգտագործեն սպիտակուցներով հարուստ սնունդ, դա օգնում է մազերի աճին։ Ռոզմարինը բոլորս այս օրերում ճանաչում ենք, բոլորը գիտեն, ռոզմարինը եւ օգնում է մազերի ծայրին չփշրվելուն եւ մազերի աճն է վերականգնում եւ մազաթափությունն է կանխում։ Պետք է քսել մազերի ծայրերին, թե գլխամաշկին։ Կախված նրանից, եթե ուզում են չորությունը կանխեն, կարող են քսել ծայրերին, եթե մազաթափության եւ վերականգնման համար է, կարող են նաեւ մազարմատից դիմակի տեսքով օգտագործել, հետո լվանալ։ Շատ լավ։ Մազերի խնամքի ինչ ժամանակակից միջոցներ այսօր կան, որոնք դուք կիրառում եք։ Այսօր ժամանակակից միջոցներն են նանոպլաստիկան, բոտեքսը,
մեզոթերապիա այնտեղ պլազմոթերապիա բավականին լավ միջոցներ են ժամանակակից, որ կարող են մեր աղջիկները օգտվել եւ ունենան գեղեցիկ փայլուն մազեր։ Ես իմ հաճախորդներին հաճախ խորհուրդ եմ տալիս ներկած մազերով, հաճախորդներին հաճախ խորհուրդ եմ տալիս պլազմոթերապիան, որը մազերի գույնը ստաբիլիզացնում է, հաղորդում է շատ լավ փայլ։ Ամիսը մեկ կարող ենք կատարել այդ խնամքը եւ կունենան արդյունքում փայլուն եւ խաղացող մազեր։ Այսինքն առողջ տեսքը, որակը, բարդամությունը կվերականգնվի։ Այո, պլազմոթերապիայի օգնությամբ։ Եվ նաև նպաստում է, որ մազի գույնը ուշթափվի։ Այստեղ պետք է հիշենք, որ մազերի նոսրանալը, չորությունը թափվելը ոչ միշտ է կոսմետիկ խնդիր, այն կարող է կապված լինել հորմոնների հետ, կարող է լինել որևէ էնդոկրին հիվանդության ախտանշան, հետևաբար հերքելով էնդոկրին հիմքերը, մենք առաջարկում ենք ձեզ խնամքի 7 կարևոր կանոն, որոնց հետևելով դուք չեք վնասի ձեր վարսերը եւ ունենաք առողջ, փարթամ, փայլուն վարսեր։ Առաջին ընտրել ճիշտ շամպուն, քանի որ մազերը լինում են 3 տեսակ՝ չոր, յուղոտ եւ նորմալ։ Ընտրելով մասնագիտական խանութից շամպունները, կարդալով ճիշտ բաղադրությունը, համապատասխան ձեր մազերին շամպունը ճիշտ ընտրելով, ինձ թվում է չեք վնասի ձեր մազերը։ Երկրորդ կանոնը հաճախակի մի լվացեք մազերը, սա կարող է փոխել ձեր մազերի որակը, որովհետեւ գլխամաշկի ճարպը շատ կարեւոր է։ Այո, եւ քանի որ մենք հաճախ լվանում ենք եւ հաճախ չենք թողնում այդ ճարպերը հանգստանան, նրանք անդադ ակտիվորեն աշխատելով մազը ել ավելի, ինչքան հաճախ ենք լվանում, այնքան հաճախ տեսնում ենք, որ մազերը յուղոտվում են։ Դա համար պետք է հաճախականությունը պահել գոնե 3 օրը մեկ, ինձ թվում է, եւ ինչու՞ չէ պետք է մազերը մեր մի քիչ յուղոտվեն, քանի որ դրանք սնուցում են եւ մազերը եւ գլխամաշկը։ Մի լվացեք մազերը շատ տաք ջրով, ինչու՞։ Մի լվացեք շատ տաք ջրով եւ նաեւ սառը ջրով, միջին ջերմաստիճանով լվացեք ձեր մազերը, դրանք թույլ կտան, որ ձեր ճարպագեղձերը ավելի ճիշտ աշխատեն եւ չվնասեն գլխամաշկն ու մազերը։ Պաշտպանեք մազերը արևից։ Այո, արևից պետք է մազերը պաշտպանենք, ինչու՞ չէ նաև մազերը պետք է տեսնեն արևի ճառագայթները, բայց ոչ ուղիղ կապ, արևայրուք ընդունելուց պարտադիր պաշտպանում ենք մազերը, գլխարկի տակ ենք վերցնում մազերը, քանի որ շատ կվնասվեն եւ անգույն անփայլ մազեր կունենանք։ Երբեք մի կապեք, ոլորեք մազերը խոնավ վիճակում, սա կարող է ավելի շատ վնասել մազը, քան գունաներկումը, պատկերացնում եք։ Այո, ավելի մեծ վնաս է հասցնում խոնավ կապված մազերը, քան գունաբացումը մազերի որակին շատ վատ է անդրադառնում եւ դրա համար խորհուրդ եմ տալիս աղջիկներին անպայման լվանալուց հետո մազերը չորացնեն, սանրեն, չորացնեն եւ ծայրերին գցեն համապատասխան խնամքի միջոցներ։ Ուշադրություն դարձրեք ձեր սննդին, սպիտակուցներն օգնում են, որպեսզի մազաթափություն չլինի եւ դրանց պակասը ճիշտ հակառակը մազաթափության, մազերի նոսրանալու, չորանալու պատճառ է հանդիսանում, սա միֆ չէ։ Միֆ չէ եւ ամենաառաջին կարևոր գործոնը, որ մենք պետք է անենք մազերի համար, դրանք առաջինը առողջ սննդակարգն է։ Մենք առողջ ծնվելով կնպաստենք մեր մազերի եւ չորությանը եւ յուղոտությանը, պետք է շատ սպիտակուցներով հարուստ սնունդ ընդունենք, քանի որ մեր մազերը դրա կարիքը շատ զգում են։ Եվ վերջում մի տնտեսեք մազերի խնամքի գունաներկման հաշվին ժամանակ առ ժամանակ իրականացրեք պլազմոթերապիա, դիմեք պրոֆեսիոնալներին։ Այո, խորհուրդ է տրվում աղջիկներին իրենց տեսքը գեղեցիկ ապահովելու համար ունենալ փայլուն եւ առողջ մազեր, մի տնտեսեք ձեր գումարը ձեր մազերի համար, հաճախեք ձեր մազերը վստահեք պրոֆեսիոնալ մասնագետներին, օգտվեք ժամանակակից խնամքի միջոցներից,
գունաբացում անող աղջիկները առհասարակ պետք է չտնտեսեն, հասկանալով, որ այդ ամեն ինչից է կախված իրենց մազի որակը եւ քանի որ ժամանակակից միջոցները միգուցե թույլ չտան ոչ բոլոր աղջիկները օգտվեն դրանցից, գոյություն ունեն ավելի քիչ ծախսատար միջոցներ, որոնցից են ներկայացման աղջիկների համար պլազմոթերապիա կարող է կատարել, դրանք մազի գույնը ստաբիլիզացնում են եւ ավելի գեղեցիկ ու փայլուն տեսք են հաղորդում մազերին։ Շնորհակալություն Աշխեն, կարևոր ինֆորմացիայի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք զրուցում ենք Elson Salon ստուդիայի տնօրեն Վարսահարդար Աշխենի հետ եւ մեր համար պարզեցինք, որ այո, նույնիսկ բնական մազերը կարող են լինել վնասված սխալ խնամքի արդյունքում եւ հակառակը։ Ամենաբաց գունաներկված մազերը կարող են ունենալ առողջ, փայլուն եւ փարթամ տեսք նույն ճիշտ խնամքի հետևանքով։ Իսկ թե ինչպես խնամել վարսերը, մենք թվարկեցինք հաղորդման ընթացքում, շարունակեք հետևել մեր թողարկումներին, տիրապետեք ինֆորմացիայի ուժին, եղեք պաշտպանված։ Մինչ հանդիպում։